Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու հետաքրքիր դառնա։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները հասցրեցին սիրվել հեռուստադիտողների կողմից։ Ամեն կերպար ունի իր պատմությունը, ամեն կերպար իր գաղտնիքները։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ զարգացումներ է լինելու կերպարների պատմությունը։ Հետաքրքիր է, որ Նորոն չի կարողանում ներել այն տղամարդուն, ում հետ մայրը հեռացել է, բայց չի մեղադրում մորը, քանի որ հենց մոր որոշումով է, որ նա ուղղակի թողել է իր երեխաներին, բախտի քմահաճույքին, ծեր տատու խնամքին ու հեռացել։ Ոչ Նորոն, ոչ իր քույրերը, ոչ էլ տատը երբեք չեն մեղադրել ու խոսել հոր մասին, չէ՞ որ հայրը առաջինն է լքել ու գնացել։ Տատը հիմա նոր հասկացել է, որ հավանաբար իր մեղքով է, որ Նորոն ու քույրերը նման տրամադրվածություն ունեն Արշակի հանդեպ։ Նա հասկանում է, որ մեղավորությունն իրեն է, քանի որ ինքն է դրդել, որ նման կերպ վարվեն, բայց հավանաբար նա ավելի շատ պետք է խոսեր իր որդու մասին, չէ՞ որ որդին տարիներ շարունակ հեռացել է կնոջից եւ դա է պատճառը եղել, որ Շուշանն ուղղակի թողել է երեխաներին ու գտել իր երջանկությունն այլ տղամարդու մեջ։ Իհարկե Շուշանը չգտավ իր երջանկությունը, քանի որ ծննդաբերելուց նա մահացավ։ Այժմ Արևին դայակ է եկել, որը պետք է խնամի։ Լանան իհարկե լավ խորհուրդներ է տալիս, բայց ունի իր գաղտնիքները ու հեռուստադիտողները ցանկանում են օր առաջ իմանալ, թե ինչ գաղտնիք է թաքցնում Լանան, ինչ կապ ունի Մագդայի իսկական ծնողների հետ եւ ով է Մագդան Արշակի համար։ Մեր նախորդ տեսանյութերից մեկում արդեն ասել էինք, որ Մագդան ու Արշակը բոլորովին էլ քույր ու եղբայր չեն։ Հավանաբար ինչ-որ հետաքրքիր գաղտնիք է թաքնված այս պատմության հետևում, եւ դա է պատճառը, որ Արշակը Լանայի հարցից խառնվեց իրար, հասկացավ, որ այս պատմությունն էլ օրերից մի օր ջրի երես է դուրս գալու եւ հավանաբար օրն է գալու, որ նա պատասխան տա, թե ինչպես է Մագդան հայտնվել իր տանը։ Իհարկե հեռուստադիտողներն ունեն իրենց վարկածը, բայց թե որն է համապատասխանում հեռուստասերիալի սցենարին, դեռ հայտնի չէ։ Հասմիկը հայտնվել է ծանր վիճակում, քանի որ նրա սուտը Էդոյի ու Էլիզի միջև մեծ սեպ է խրել։ Էդոն չի ցանկանում տեսնել Էլիզին, քանի որ մտածում է, որ օգտագործված է Էլիզի կողմից, որովհետև ըստ Հասմիկի Էլիզը Էդոյին իր կողքին էր պահում, որպեսզի գաղտնիքներ իմանար Մագդայի ու իր ընտանիքի մասին, եւ իհարկե ցավ պատճառեր նրանց։ Իհարկե այս ամենը Հասմիկի հորինածն է, բայց Էլիզը գտնվում է ծանր վիճակում։ Էդոն չի ցանկանում նույնիսկ նրա երեսին տեսնել ու նրա հետ խոսել։ Նույնիսկ հեռախոսազանգին չի ցանկանում պատասխանել։ Բայց հիմա, երբ Ալինայի վիճակը կտրուկ վատացել է ու նա կրկին հայտնվել է հիվանդանոցում, բոլորի ուշադրությունը սևեռված է միայն նրա առողջացման վրա։ Այժմ ոչ մեկին չի հետաքրքրում Էդոյի, Էլիզի, Հասմիկի եւ բոլորի իրավիճակները։ Իսկ ինչ կբացահայտվեն, թե ով է դայակն այդ ընտանիքում, ինչ կապ ունի նա Արշակի անցյալի հետ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, գրեք նաեւ թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ հեռուստադիտողների մեծ մասն ուղղակի հիացած է Էդգար Իգիթյանի խաղով, նրանք ցանկանում են Էդգար Իգիթյանին մշտապես տեսնել հեռուստաէկրաններին եւ նրանց համար հաճելի անակնկալ էր, որ Էդգար Իգիթյանն այս հեռուստասերիալում գլխավոր կերպարով է հանդես գալիս։ Իհարկե դեռևս նրա սիրային գիծը Մագդայի հետ կապված այդքան էլ չի ընդունվել հեռուստադիտողների կողմից, բայց հավանաբար ժամանակի ընթացքում այդ քիմիան կզգացվի։ Հեռուստադիտողները կարծում են, որ հեռուստասերիալում Մագդան այն աղջկա կերպարներից է, ով ընկնում է տղայի հետևից ու բոլորովին էլ հետաքրքիր չէ, բայց բնականաբար Մագդային հեռուստասերիալի սցենարիստն ու ռեժիսորն են վստահել այդ կերպարը ու այնպիսին, ինչպիսին ցանկանում են նրան տեսնել։ Թե ինչ դուրս կգա
ավելի ուշ ցույց կտա ժամանակ, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, սեղմեք զանգակ կոճակն ու բնականաբար կստանաք տեղեկատվությունն առաջինը մեր տեսանյութերի մասին։ Գրեք նաև ցանկանում եք ունենալ հասմիկի նման ընկերուհիներ եւ արդյոք ձեր շրջապատում կան նման մարդիկ, ովքեր իրենց գործը առաջ տանելու համար դավաճանում են իրենց ընկերներին, խաբում ու բնականաբար վատ վիճակի մեջ են դնում։ Իհարկե, Հասմիկը ցանկանում է ամեն ինչ ուղղել, բայց Էդոն դեռևս չի ցանկանում լսել ոչ Հասմիկին, ոչ Էլիզի պատմությունը։